ուղարկելուն հաջորդող 5-րդ օրը։ Եթե չկա պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանոթելու ուրեմն տարբերակ կամ չկա համապատասխան հավաստումը կամ անձը հրաժարվել է այդ տարբերակով, ապա նախընտրությունը տրվում է արձառն կամ փոստային եղանակով ծանոթություններին։ Արձառնի դեպքում քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացական է պետք, որ նա ստացել է այդ ծանոթությունը, օրինակ վարժական հավաքին գնալու մասին։ Եթե փոստային ծանոթման մասին է խոսքը, ապա պետք է լինի կամ քաղաքացու կրկին փոստային պատվիրված նամակը ստանալու փաստաթղթային հավաստում կամ էլեկտրոնային հավաստում, որ անձը ստացել է փոստային ծանոթությունը։ Եթե դրանք եւս չկան, կամ քաղաքացին ուղղակի հրաժարվում է արձառն ստանալ նամակը կամ հրաժարվում է փոստային ծանոթման միջոցով ստանալ իրեն հասանելիք նամակը կամ այդ ծանոթությունները չկան, այստեղ գալիս վրա է հասնում վերջին տարբերակը, որպեսզի օդում չմնա եւ այն տարածված պրակտիկան, երբ որ անձը պատվիրված նամակը ստանալուց հրաժարվում էր կամ խուսափում էր եւ ինքը ըստ էության համարվում էր չծանոթված ու հետևանքներ չէին առաջանում։ Եվ ահա այս դեպքում օրենքը եկել է կարգավորելու այս բացը, փաստացի ստացվում է հետեւյալը. եթե որևէ եղանակով քաղաքացին հրաժարվում է, խուսափում է, չի ստանում արձառն կամ փոստային ծանոթությունը, ապա հրապարակային ծանոթությունների մասին կայք կա Հայաստանի Հանրապետության ազդարարայեմում, ապա այդ ծանոթությունը այնտեղ է տեղադրվում եւ այնտեղ տեղադրվելուց հետո 10-րդ օրը անձը քաղաքացին համարվում է վարժական հավաքների մասին ծանոթված այդտեղից բխող բոլոր անհրաժեշտ եւ բավարար հետևանքներով, այսինքն զինկոմիսարիատները կարող են գործողություններ ձեռնարկել քրեական, վարչական եւ պատասխանատվության այլ տեսակներ համապատասխան գործառույթները չկատարելու դեպքում։ Եղեք տեղեկացված եւ եթե ունեք հարցեր, ապա կարող եք այս փոստի ներքո մեկնաբանությունների տեսքով գրել։ Ձեզ լավ օրը մաղթում։